Երկնքից կրակ և աշխարհի վերջ։ Ինչ սպառնալիքներ էր Վանգայի հաջորդը ասել հայերի համար։ Ֆեդորա Կոնյուխովայի անունը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, Հայաստանի և աշխարհի ապագայի մասին մարգարեությունների նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։ Նրան հաճախ անվանում էին Վանգայի հաջորդ, և նրա հայտարարությունները այժմ ակտիվորեն քննարկվում են համաշխարհային ճգնաժամերի, հակամարտությունների և աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։ Ըստ նրա հետևորդների բազմաթիվ հրապարակումների և հուշագրությունների, Կոնյուխովան խոսել է աշխարհի առջև ծառացած լուրջ փորձությունների մասին, տեխնոլոգիական ցնցումներից մինչև ռեսուրսների համար պայքար և սլավոնական ժողովուրդների հոգևոր վերափոխում։ Տեխնոլոգիական ճգնաժամի սցենար։ Ամենաշատ քննարկվող կանխատեսումներից մեկը նրա դիտարկումներն էին ավանդական թվային ենթակառուցվածքների հնարավոր խափանումների մասին։ Այս մեկնաբանությունների համաձայն Կոնյուխովան զգուշացրել է կապի, բանկային համակարգերի և էլեկտրոնային ծառայությունների հետ կապված լայնածավալ խնդիրների ռիսկերի մասին։ Այս սցենարը նկարագրվել է որպես տեխնոլոգիայից չափազանց կախված հասարակության համար փորձություն։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել ինքնաբավությանը և մարդկանց թվային միջավայրից դուրս գոյատևելու ունակությանը։ Ջրի համար պայքարը։ Ռեսուրսների թեման հատուկ տեղ է զբաղեցնում կանխատեսումներում։ Գուշակի կարծիքով ջուրը կարող է դառնալ ռազմավարական կարևորագույն ակտիվ ապագայում։ Պնդվում էր, որ մաքուր աղբյուրները ավելի արժեքավոր կլինեն, քան ավանդական ռեսուրսները, և դրանց հասանելիության համար պայքարը կարող է նոր հակամարտություններ առաջացնել։ Կլիմայական ռիսկերի և ռեսուրսների սակավության վերաբերյալ քննարկումների ֆոնին կանխատեսումների այս մասը նոր արձագանք ստացավ։ Նոր սպառնալիք։ Կանխատեսումների մեկ այլ շարք վերաբերում էր նոր հիվանդության, որը նկարագրվում էր ոչ թե որպես տիպիկ համաճարակ, այլ որպես սպառնալիք, որը հիմնականում ազդում է մարդկային գիտակցության վրա։ Այս կանխատեսումները խոսում էին անհանգստության, սոցիալական ագրեսիայի, իրականության սովորական ընկալման քայքայման և հասարակության հոգեհուզական վիճակի ընդհանուր ճգնաժամի մասին։ Նման մեկնաբանությունների կողմնակիցները կարծում են, որ սա կարող է վերաբերել ոչ միայն բառացի հիվանդությանը, այլև լայնածավալ հոգևոր և հոգեբանական ճգնաժամի։ Երկնքից կրակ։ Ֆեդորա Կոնյուխովայի մարգարեությունների ամենաառեղծվածային պատկերներից մեկը երկնքից կրակն է։ Այս բանաձևը մեկնաբանվում է տարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են բնական անոմալիաների կամ տիեզերական սպառնալիքների հետ, մյուսները այն համարում են մեծ պատմական փոփոխությունների խորհրդանիշ։ Այս կանխատեսումների համաձայն սլավոնական ժողովուրդներին հատուկ դեր էր վերապահվել։ Կոնյուխովան իբր խոսել է ավանդույթներին, հոգևոր արժեքներին վերադառնալու և քաղաքակրթական ուղու վերանայման մասին, մասնավորապես սլավոնական հողերում։ Այս գաղափարը մեկնաբանվում է որպես տարածաշրջանի հնարավոր հատուկ դերի կանխատեսում գլոբալ վերափոխման շրջանում։ Հայաստանի և Ադրբեջանի մասին։ Հայ-ադրբեջանական թեմաներին վերաբերող հայտարարությունները հատկապես հետաքրքիր են։ Մի շարք հրապարակումներ պնդում են, որ գուշակը կանխատեսել է Ադրբեջանի շուրջ զգալի փոփոխությունների և տարածաշրջանի ճակատագիրը կապել է պատմական և հոգևոր գործընթացների հետ։ Այս հայտարարությունները մեկնաբանվում են տարբեր ձևերով, բայց դրանք դարձել են նրա ժառանգության նկատմամբ նորացված հետաքրքրության պատճառներից մեկը։ Աշխարհի վերջն արդեն մոտենում է։ Ֆեդորա Կոնյուխովայի ամենաանսովոր թեզերից մեկը պնդումն էր, որ աշխարհի վերջը մեկաղետ չէ, այլ երկարատև պատմական գործընթաց։ Այս տրամաբանությամբ պատերազմները, համաճարակները, ճգնաժամերը և բանակցելու ունակության կորուստը դիտվում էին որպես շարունակական գլոբալ տեղաշարժի նշաններ։ Ըստ էության, սա բառացի ապոկալիպսիս չէր, այլ քաղաքակրթական ճգնաժամի նախազգուշացում։ Ինչու են այս խոսքերը վերանայվում հիմա։ Նման կանխատեսումների նկատմամբ հետաքրքրությունը սրվում է անկայունության ժամանակաշրջաններում։ Ռեսուրսների սակավության, տեխնոլոգիական կախվածության, հակամարտության և աշխարհակարգի ճգնաժամի թեմաները նման կանխատեսումները դարձնում են արդիական հանրային քննարկման համար։ Սկեպտիկները նման մարգարեությունները անվանում են հետահայաց մեկնաբանություններ։
Աջակիցները դրանք համարում են նախազգուշացումներ, որոնց ուշադրություն դարձնելու արժանի է։ Սակայն անկախ միստիցիզմի նկատմամբ մարդու վերաբերմունքից այս հայտարարությունների հիմքում ընկած թեման մնում է նույնը։ Մարդկությանը սպառնացող հիմնական սպառնալիքը, ըստ այս տրամաբանության, գալիս է ոչ թե դրսից, այլ մարդկանց միջև համաձայնության գալու անկարողությունից։ Տարվա լավագույն օրը։ Ինչու պետք է ցանկություն պահեք եւ առաջին քայլը կատարեք ապրիլի 23-ին։ Ակշայա Տրիտյան ամենանշանավոր տոներից մեկն է, որը բացում է դռները եւ կանաչ լույս է տալիս ձեր ցանկությունների համար, ասում է գործող վեդայական աստղագուշակ Իրինա Օրլովան։ Տարվա մեջ կան որոշակի ամսաթվեր, երբ կարծես կախարդանքով պարզապես պետք է ցանկանաք, որ այն իրականանա, եւ ապրիլի 23-ը հենց այդպիսի օր է։ Այն իզուր չէ, որ կոչվում է լավագույն օր։ Այս օրվա առանձնահատկությունը մոլորակների հազվագյուտ դասավորությունն է։ Արևը եւ լուսինը անհավանականորեն ուժեղ են եւ գտնվում են իրենց վեհացման նշաններում՝ խոյ եւ ցուլ։ Եվ այս օրը համընկնում է աճող լուսնի 3-րդ լուսնային օրվա հետ։ Սա հնարավոր է տարեկան միայն մեկ անգամ։ Ակշայա բառն ինքնին թարգմանվում է որպես անխորտակելի, անպարտելի։ Եվ սա շատ ճշգրիտ արտացոլում է օրվա էությունը։ Ամեն ինչ, ինչ դուք սկսում եք կամ պարզապես անկեղծորեն ցանկանում եք, երկար ժամանակ կմնա ձեզ հետ։ Արդյունքները կարող են անմիջապես չլինել, բայց դրանք անպայման երկարատև եւ կայուն կլինեն։ Հետևաբար, այս օրը կարևոր է ոչ միայն երազել, այլև սկսել ինչ-որ բան անել, մտածել ձեր ապագայի մասին։ Ինչ լավ է անել այս օրը։ Մոռացեք այն ծեսերի մասին, որոնց իմաստը լիովին չեք հասկանում, եւ կենտրոնացեք ինքներդ ձեզ, ձեր նպատակների եւ ցանկությունների վրա։ Ինչի մասին եք ամենաշատը ցանկանում, ինչի մասին եք երազում, ինչի եք ձգտում։ Բավական է այս օրը ապրել գիտակցաբար եւ իմաստալից։ Օրինակ, գրեք ցանկությունների ցուցակ, թույլ տալով ինքներդ ձեզ երազել առանց սահմանափակումների։ Սկսեք դրանցից առնվազն մեկը եւ գործի անցեք։ Կայացրեք ֆինանսական որոշում, գնում, ներդրում, բանակցություններ, ընտրություն։ Վերջ դրեք ձեզ համար բացասական եւ կործանարար ինչ-որ բանի եւ սկսեք ապրել նոր կյանքով։ Ավելացրեք մեկ նոր սովորություն, նույնիսկ շատ պարզ։ Կատարեք բարի գործ, նվիրատվություն կատարեք, օգնեք ուրիշներին, ձեր ժամանակով կամ մասնակցությամբ։ Մեդիտացիա արեք եւ զբաղվեք հոգեվոր պրակտիկաներով։